Նա չեկավ կրոն հիմնելու, նա եկավ հիշեցնելու մեզանից յուրաքանչյուրին, որ Աստծո թագավորությունը մեր ներսում է։ Նա չբերեց վախ, նա բերեց սեր, նա չբերեց մեղադրանք, նա բերեց ներում։ Նա խոսեց ինչպես ձկնորսների, այնպես էլ թագավորների հետ բաց սրտով։ Նա քայլում էր գետի ափով, իսկ նրա խոսքը հոսում էր ինչպես լույս, արթնացնելով հոգիներ։ Նա չէր դատում, նա կանչում էր. «Արթնացիր, լույսի զավակ, դու մենակ չես»։ Նրա առաքելությունը եղավ ոչ միայն մարդկությանը փրկելու մեղքերից, այլ արթնացնելու յուրաքանչյուրի ներսի աստվածային սկիզբը։ Նա չբերեց զոհաբերություն, որպես տառապանք, այլ բերեց հարություն, սիրո, ներման ու սրտի ազատագրման միջոցով։ Նա սովորեցրեց մեզ լինել տաճարներ, ուր ապրում է Հայրը, տաճարներ առանց պատերի, առանց միջնորդների, առանց հոգեազուրկ ծեսերի։ Նա ասաց. «Աստծո թագավորությունը ձեր ներսում է»։ Սա հոգևոր հեղափոխություն էր։ Նա ընդունեց ցավը ի ցույց դնելու, որ նույնիսկ ցավում կարելի է մնալ լույսի մեջ, նույնիսկ դավաճանության մեջ ներել, նույնիսկ մահվան մեջ կենդանի մնալ։ Նրա խաչը երկրի ու երկնքի, մարմնի